16-ամյա Հակոբը 1 տարի առաջ իր հասակակիցներից շատերի նման ապրում էր պատանեկան առօրյա կյանքով։ 2013-ի ապրիլին էր ծնողների հետ հանգստանում էր Ռուսաստանի Դաշնությունում, երբ հանկարծ առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Երեխեն կոմայի մեջ ընկավ։ Կոմայի միջից դուրս ելավ, հետո իրանքսին մենք չենք կարող երեխեն բանանեն, կարող եք տանեք Հայաստան։ 18 օր պարգել է տուապսեում, 7 օր վերակենդանացումը կոմայի մեջ։ Սկորե եմ հրավիրել Հայաստանից, տեղափոխել եմ Երևան։ Սեփական ֆինանսական միջոցներով երեխան տեղափոխվում է Հանրապետություն։ Արաբկիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում Հակոբը վերստին ենթարկվում է բուժզնման, ախտորոշվում է Կաստելմանի հիվանդություն։ Բիոպսիա արեցին, իրանից աղիկից մի քիչ, ամեն աղիկից մի քիչ վերցրել են, ղրգել են անալիզների։ Պրոֆեսորին ցույց տվին, որ ის տարանել բիոպսիաները Մոսկվան դել հաստատեցին որ Կաստելման։ Ոստել ասում են մենք չենք կարող բուժել, չունենք այդ հնարավորությունները նորա բուժենք։ Բարագաղի վրա է ուռուցք է, որը ճարբակալված է, սա կախված է ամեն օրգանի հետ կապված է։ Ճարբը փակել է սա օրգանների հետ։ Երակները որ բախեցան, վիրահատեցին, բացեցին ավելի շուտ, չկարողացան վիրահատել, նորից փակեցին։ Ըստ տեղի մասնագետների քաղցկեղ հիվանդության բացառիկ տեսակի բուժումը հնարավոր է իրականացնել միայն արտերկրում։ Շուրջ 1 տարի է Հակոբի հայրը Կարապետ Ավետիսյանը տարիների ընթացքում վաստակածը ծախսել է տղայի առողջական վիճակի բարելավման նպատակով։ Դրական տեղաշարժ սակայն չի նկատվում։ Տղան օր-օրի հյուծվում է, հետաչնակն հայտ է։ Արդեն 11-րդ ամիսն է, ինչ գիշերվա քունը չգիտենք ինչ է, ասում են քույրերը, որոնք զոր ու գիշեր խնամում են կրտսեր եղբորը։ Այս շնչառական ապարատն է, շնչահեղձ լինելու դեպքում տալիս ենք թթվածին, որտեղ ինքնուրույն չի կարող շնչել։ Հազ է սկսվում մոտը ու սկսում է շնչահեղձ լինել։ Մի վայրկյան ուշ հասցնելու դեպքում էլ չեն կարող ինչ-որ բան անել։ Ես աչքից դեպք տանջի բայց չեմ կարող։ Даже թոշակնից է, նա թոշակ չտվի, 11 ամիս երեխեն պարգած է թոշակ չեմ տա։ Կրացել եմ, թիմել եմ, ամեն ջերել եմ, Իոլանը կրեց 3 անգամ էպիկրեզ է տվել, տարել եմ, ներգայացել եմ, չի ասում ձեր երեխային թոշակ չեն տալիս, վերջ։ Ինչի դուք չեք ուզե իմ երեխի թոշակը տակ, ի՞նչն է պատճառը։ Խնդիրը միայն Հակոբի ընտանիքի անդամներինը չէ, ամբողջ թաղամասն է մտահոգված երեխայի ճակատագրով։ Հարևան բարեկամներն օգնում են ինչով կարողանում են, սակայն միայն համապատասխան շտաբ բուժօգնության մեքենայով պարբերաբար մայրաքաղաք տեղափոխելու հարցն արդեն ֆինանսական խոշոր միջոցներ են պահանջում։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հայրը աշխատել չի կարող։ Սոցիալական վիճակը շատ ծանր է, պատկերացրեք 1 տարի ընտանիքը չաշխատի, նա անդադ հիվանդանոցները ինչպեսի վիճակ կլինի։ Շատ ծանր վիճակում է սոցիալական, ինքներդ տեսնում, նպաստը կրել են, թոշակի համար իշքան գնացել են, ամեն մի պատճառ կբռնեն, որ երեխուն նույնիսկ թոշակավորեն։ Ոչ մի բան, եկամուտ չունես ընտանիքը առաջումս, որովհետև երեխան ծանր է, անընդհատ հորոքուզը, մորոքուզը կողքից չի թողնա մեկ այլ հեռանա։ Ինչ օր ունենք, ծախ ինքերինք, դրենք որ փաստալ արջում Երբեմնի բնական կյանքով ապրող ընտանիքն այսօր գտնվում է սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում։ Եթե նույնիսկ հնարավոր չէ երեխային արտասահման տեղափոխել, գոնե հնարավորություն լինի հիվանդի նվազագույն կարիքները հոգալ, ասում են ծնողները։ Կիսավեր դարձած տան մի անկյունում սրբապատկերների առաջ են Հակոբի ծնողներն ու քույրերը գտնում մխիթարություն։ Հակոբն էլ այնքան իր հիվանդությունից չի նեղվում, որքան տան անդամներին անհանգստություն պատճառելու մտքից։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։